Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության անկյունաքարը հայի ինքնության պահպանումն է ամբողջ աշխարհում, հիմքում լեզուն եւ հավատը։ Լեզվի ճանաչումը, խորն իմացությունը ծնում սնում են արմատ նետած լեզվամտածողություն, պատմության, գրականության դարձ շտեմարաններով։ Գրափարը մեր լեզվի արմատն է, մեր լեզվի գանձարանը, իսկ բարբառները եւ գանձարան են եւ կենթանի քայլող պատմություն։ Տավուշ մեդիայի դիմակայուն Տավուշ ծրագրի կարևորագույն բաղկացուցիչն է լեզուն, հայոց լեզուն, մայրենին։ Ինչպես հայրենասիրությունն է սկսվում հայրենաճանաչությունից, այնպես էլ սերն առ լեզուն սկսվում է լեզվի իմացությունից։ Ժամանակի փորձությունների ու մարտահրավերների հետ կռիվ տվող մեր լեզուն կենսունակ կարող է մնալ, եթե սնվում է արմատ գրափարից ու չի կորցնում, չի հրաժարվում իր քայլող պատմություն բարբառներից։ Մայրենիին նվիրված միջոցառումների շրջանակում Հաղարսնի դպրոցը հանդիպում էր նախաձեռնել Տավուշ մեդիայի ստեղծագործական անձնակազմի հետ։ Հայոց լեզվին նվիրված տողերի միաձուլմամբ դպրոցականների գրական գեղարվեստական ցերեկույթը կազմակերպվել էր հիշեցնելու, թե որքան հարուստ է մեր լեզուն, որքան արժեքավոր ու զորավոր։ Որ հայ երեխաները հայերով մեծանան, ու սովորի իր լեզվով արտահայտել զգացմունքները, հայ երեխաները ոչ միայն խոսեն, այլև սիրեն այն։ Աշակերտները ներկայացրին նաև հայրենի բարբառով իրենց բեմադրությունը։ Սկամուրջի չեն սա, մթավ նորություն ասիր, երկու տարիա, չեն սարքում, աղջի վաղթուշ ես ինչ, ես արի ճակատը, աղջիրա թեմոստից հետևարի աղալուխս տվի տերոպովս Դպրոցականները հետևելով Տավուշ հեռուստաընկերությանը նկատել էին, որ մենք կարևորում ենք բարբառների պահպանությունն ու տարածումը և ցանկություն հայտնել հանդիպել մեզ հետ։ Սիրով մասնակցեցինք միջոցառմանն ու խոսեցինք հեռուստաընկերության աշխատանքների մասին, որոնք միտված են մայրենիի պահպանմանն ու տարածմանը։ Ջերմ ու անկեղծ հանդիպման առանցքում նորից ու նորից մայրենին էր, որը մեր հարստությունն է, իսկ մենք նրա պաշտպանը։